Ողջույն սիրելի հայրենակիցներ, տեսակապով ես այժմ հարցազրույցի եմ հրավիրել իրավաբան, մեր ձևով ժողովրդական շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանին։ Ողջունում եմ ձեզ, պարոն Մխիթարյան, եւ շնորհակալ եմ հարցազրույցից հրավեր ընդունելու համար, շնորհակալ եմ ձեզանից։ Խիստ մտահոգված ենք, պարոն Մխիթարյան, հերթական անհանգստության մեջ ենք, որովհետև տեղեկացանք, որ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, համաձայն որի հարուցվում է քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 507 հոդվածի 7-րդ մասով։ Եվ կա այն համոզմունքը, որ քրեական հետապնդում է իրականացվում, հարուցվում վեհափառի և գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ։ Մենք կանգնած ենք մի զարուրելի իրողության առաջ, այս իշխանությունը հետ քայլ չի անում, ավելին գնում է ավելի խորացված տարբերակով, շարունակում է եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու և ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի դեմ իր պատերազմը։ Եվ ըստ այդ տեղեկությունների կան լուրեր, որ այս կառավարության նպատակն է, Փաշինյանի իհարկե հիմնականում նպատակն է կալանավորել ամենայն հայոց կաթողիկոսին և դրանով խափանել սպասվող եպիսկոպոսատ ժողովը Ստրասբուրգում, ավելի ճիշտ Ավստրիայում։ Ես հիմա պիտի ձեզ խնդրեմ, պարոն Մխիթարյան, ձեր գնահատականը տաք այն իրողության մասին, իրավաբան որպես ձեր գնահատականը, ինչ է կատարվում մեր երկրում, մեր եկեղեցու դեմ, խնդրեմ, լսում ենք ձեզ։ Տեսեք, այն ինչ որ անում է երկրի վարչապետի ատորыз բանստող անձը, ցավոք սրտի էլ բոլորիս համար զարմանալի չէ։ Այս ամբողջ ընթացքում ժամանակահատվածում փորձը ցույց տվեց, որ վերջինիս համար արկա չէ որևէ կարմիր գիծ։ Ասեմ ավելին, ինչ են իրանք փորձում արդեն տեղեկատվությանը ենթադրյալ արտահոսքը կապված քրեական գործի, կալանավորման եւ այլի հետ, սա ընդամենը հակադարձ քայլ է, որովհետեւ այն ինչ տարբերակ որ նրանք ցանկանում էին սկզբում անել, այսինքն ենթադրյալ ժողովուրդը պետք է իրենց կողքին կանգներ, բայց մենք հասկացանք, որ նմանատիպ բան չեղավ։ Դրա համար մենք ունենք մի պատկեր, ըստ որի ամեն կիրակի, չգիտես ինչի վերջուց տարիներին ենթադրում եմ մի քանի անգամ են եկեղեցում եղել, իրենց այսպես ասած շատ փոքրիկ խմբակով, փորձը ցույց տվեց, որ իր այդ տարբերակը չաշխատեց։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ընկնել է ցայտոդի մեջ։ Այսինքն, եթե տարբերակ մեկը չի աշխատում, ժողովրդական, այսպես ասած, կամք ու ցանկություն չկա այս վատ, շատ մեղմ ասած վատ ամեն ինչին նրա կողքը կանգնելու, դրա համար արդեն փորձում է ինքը նախ պիտակավորել մարդկանց, երկրորդը ստեղծել, որ իրենց մոտ ամենալավն է ստացվում ու կարծում եմ աշխարհում top 3-ի մեջ ենք, ստեղծել քրեական գործեր մարդկանց շուրջ, փորձել մարդկանց մսեմացնել, լինի հոգևորականներ, թե նույնիսկ սովորական մարդկանց պարագայում նույն խնդիրն ունենք, ու այդ ճանապարհով առաջ գնալ։ Այս պարագայում ամենայն անկեղծությամբ, եթե ես նույնիսկ փորձեմ որպես փաստաբան կամ իրավաբան խոսել, հավատացնում եմ ձեզ, այս բոլոր գործերում, այս շինձու կեղծ գործերում ընդհանրապես արկա չէ իրավաբանություն։ Սա իրավաբանության հետ կապ չունի որևէ քրեական օրենսգրքի, քրեական դատավարության հոդվածների հետ ընդհանրապես ոչ մի աղերս ու կապ չունի։ Այսինքն սա ընդամենը իր Facebook-յան ու WhatsApp-յան արտահայտությունն է, թիրախավում է մարդկանց, հետո նոր իրավապահ մարմիններին ենթադրում եմ հրամանը տալիս է, փորձում են ինչ-որ ենթադրյալ գործ սարքել, ու այդ մարդկանց ձերբակալել։ Բայց վստահ եմ, այս վերջի կարմիր գիծն է ու վերջի բանն է, որ ինքը փորձում է անել, բայց իր մոտ չի կարող ստացվել, որովհետև դնել Աստծո դեմ ու նման ձև պայքարել եկեղեցու դեմ անհնար եմ համարում ուղղակի, որ ինքը հաջողության կհասնի։ Բայց պարոն Մխիթարյան, այն տեղեկատվությունը, որ մեզ գալիս է նաև արևմուտքից, մարդու իրավունքների պաշտպան, այսպես Եվրոպայից խիստ անհանգստացնող են։ Օրերս մենք տեսանք, լսեցինք, կարդացինք ԵԽԽՎ-ի հայտարարությունը, որտեղ փաստորեն ինչ են ասում, որ
հայ հոգևորականները իշխանության զավթման գործընթացի մեջ են, գրեթե այսպիսի ձևակերպում էր, եւ մենք տեսնում ենք, թե ինչ ակտիվությամբ է Փաշինյանի իշխանության կառավարության անդամները արտգործնախարարից սկսած մինչև Ռուբեն Ռուբինյան, որը վերջերս ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնն է զբաղեցրել, ինչպես են այդ բարձր ամբիոնը օգտագործում վարկաբեկելու եւ մեր եկեղեցին եւ մեր հոգևորականությանը։ Ինչ գնահատական կտակ նախ եւ առաջ արևմտյան եվրոպական միության ԵԽԽՎ-ի ավելի ճիշտ եվրոպական այդ կառույցի նման հայտարարության մասին, ուղղակի սա միջամտություն չէ նախ մեր ներքին գործերին եւ իրավիճակը թարս ներկայացնելու, այսինքն գլխիվայր ներկայացնելու փաստի հետ գործ չունենք, խնդրեմ։ Տեսեք, իրենք նախ փորձեն վերջից գալ, իրենք երբ որ խոսում են հիբրիդային պատերազմ կոչվածից ու միաժամանակ եվրոպական երկրներից, եվրոպական միությունից գումար են ստանում, դա ճիշտ եմ հիշում, համաձայն որի պետք է այլոք չմիջամտեին մեր ներքին գործերին, բայց դա հենց իրենց արած հենց միջամտություն էր։ Այսինքն ինչ է ստացվում, օրինակ Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից եկող ազդակները, որի հունիս ամսին մեր մոտ ընտրությունները, նրանք սատարում են իշխող ուժին, դա միջամտություն չէ, դա նորմալ է։ Իսկ օրինակ համար ենթադրյալ Ռուսաստանի կողմից մենք ինչ որ եթե հարցազրույցավոր հաղորդավար ինչ որ միտք է ասում, դա դառնում է միջամտություն։ Այստեղ ամենակարևոր բանը, եթե մենք թույլ չենք տալիս ու չենք ուզում որևէ այլ երկրի միջամտություն, պետք է բացառվի ցանկացած երկրի ցանկացած տեսակի միջամտությունը։ Լինի դա Թուրքիա, լինի դա Ադրբեջան, լինի դա Եվրոպա, Ռուսաստան, Ամերիկա։ Այսինքն մենք որպես հայ ազգ պետք է համախմբված լինենք ու թույլ չտանք որևիցե երկրի միջամտություն։ Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի, ճիշտ հասկացա դրա հետ Արարատ Միրզոյանի եւ Ռուբեն Ռուբինյանի ելույթներին, ես ճիշտ ասած եվրոպական միության երկրների ղեկավարներին այս պահին զերծ կմնամ որովհետեւ գնահատական տալուց, որովհետեւ ես վստահ եմ, որ հնարավոր է իրենց մոտ ամբողջական տեղեկատվություն առկա չէ։ Այսինքն նրանք ստանում են Ռուբեն Ռուբինյանից, Արարատ Միրզոյանից, նմանատիպ այլ մարդկանցից, ովքեր փաստացի չասեմ հայ չեն, բայց չեն գործում հայանպաստ, չեն իրագործում հայանպաստ գործունեություն։ Ես վստահ եմ, որ ուղղակի այդ մարդիկ հնարավոր է, որ տեղեկացված չեն, ու ստանում են այն, ինչ որ իրենց փոխանցում են Ռուբեն Ռուբինյանները կամ Արարատ Միրզոյանը։ Բայց ես ելի եմ կրկնում, այստեղ էլի մենք ոչ պետք է հույսերս տնենք, ոչ մենք պետք է մեղադրենք ցանկացած տեսակի երրորդ ուժի հայտարարություն։ Ելի եմ կրկնում, կապ չունի երկիրը։ Եթե հայ ազգը, եթե եղավ համախմբված, ունեցավ ուժեղ ու հայրենասեր ղեկավար, մենք վստահեցնում եմ ձեզ, բոլոր այդ հարցերը պագեբենք։ Պարոն Մխիթարյան, դուք իհարկե շատ համաձայն եմ ձեր դիտարկման հետ, այո, այստեղից է գնում ինֆորմացիան, որ նրանք էլ նման զեկույցներով են հանդես գալիս, բայց մենք պետք է նաև չբացառենք այն հանգամանքը, որ արդեն որի ականատեսն ենք արդեն 8 տարի, մասնավորաբար պատերազմից հետո, երբ Եվրոպան, Արևմուտքը, Միացյալ Նահանգները փակում են իրենց աչքերը Նիկոլ Փաշինյանի գործած բոլոր իրավախախտումների առաջ, որովհետև կան հստակ մեկ բան, աշխարհաքաղաքական շահեր, եւ այս պահին պետք է արձանագրենք, որ այս մարդու ներկայությունը եւ վերընտրությունը դարձյալ շահեկան է այդ երկրներին։ Հետևաբար համաձայն եմ նաեւ, որ տեղեկատվությունը այո սխալ է, ապա կողմնորոշում է Արարատ Միրզոյանը իր ելույթով, Ռուբեն Ռուբինյանը իր հայտարարությամբ, թե Հայաստանում ասում է չկան քաղբանտարկյալներ։ Ուղղակիորեն ապա կողմնորոշում են այս մարդիկ Եվրոպայի պատգամավորներին, ԵԽԽՎ անդամներին, բայց մենք պետք է իհարկե համապատասխան տեղեկատվությունը փորձենք հասցնել։ Եվ այդ հայտարարության հետ կապված կխնդրեմ ասեք, թե Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, որտեղ սա նոր չէ։ Բոլոր ելույթների ժամանակ իրենք միջազգային ամբիոնները օգտագործում են այս հայտարարությունը հնչեցնելու համար։ Բա ինչ է կատարվում Հայաստանում։ Կարելի է իմանալ ինչու են բանտերը լցված մարդկանցով, ովքեր մեկ խոսքի համար դառնում են բանտարկյալներ, կալանավորվում են։ Շատ լավ, տեսեք, մենք ունենք սահմանադրական կադարան, ունենք սահմանադրական կադարանի կողմից կայացված որոշումներ, գիտենք, որ սահմանադրությունը մեր այլ օրենքն է, այսինքն ցանկացած տեսակի այլ օրենք եւ գործողություն պետք է բխի միայն ու միայն սահմանադրությունից։ Սահմանադրական կադարանի որոշման համաձայն կալանքը դա ծայրահեղ միջոց է։ Այսինքն կալանքը մարդու համար պատիժ չէ։ Պատիժ ենթադրյալ պատիժը լինում է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտից հետո։ Բայց ինչ է ստացվում մեր դեպքում, ինչի են մեր բոլոր
քերակադրողական հիմնարկները լցված մարդկանցով։ Դա գործող իշխող իշխանության կողմից, քաղաքացիական պայմանների կողմից ձևավորված, այսպես ասած, պրակտիկա է, համաձայն որի ցանկացած քրեական գործի արկայության դեպքում, լինի դա շինծու, թե իրականում տեղի ունեցավ, բոլոր դեպքերում դատարանները կրում են կալանքի։ Սա խոսում է միայն ու միայն իշխանության բախի ու իշխանության կողմից լրեց մարդկանց լրացնելու համար։ Տեսեք, մենք ունենք, չեմ էլ ուզում ճիշտ ասած ասեմ վարչապետ, մենք ունենք վարչապետի աթոռ զբաղեցնող անձ, ով չափից ավել թույլ է ցանկացած տեսակի արտաքին հարաբերությունների, արտաքին շփումների ժամանակ, բայց նաև միաժամանակ ըստ իրեն չափից ավել ուժեղ է ներքին ընդդիմախոսների ու ցանկացած նորմալ մարդու համար։ Ուստի նաև գալիս է մեր ամենակարևոր խնդիրը, որ ունենք մենք թույլ ղեկավար։ Այսինքն, երբ որ թույլ ղեկավարը բարի ձեռքերը վեր սպասելու կամ մեր ձևով կոնտեքստի համար մարդկանց կալանավորում ու ամուսներով ազատությունից զրկում է, այդ ամեն ինչ իրականում արվում է ոչ թե իրավական process-ով, այսինքն դա արվում է ընդամենը հիշում եք, թե Սամվել Կարապետյանի հետ ձերբակալման ժամանակ Facebook-յան անհասկանալի րոպեն մեջ ստատուսները։ Դա ազդակ ու այդ պարագայում խոսել արտարությունից, արտարադատությունից կամ մարդասիրությունից աբսուրդի ժանրից է։ Մենք մեզ ենք խաբելու, որ ասենք այս բան Հայաստանում ունենք առողջ արտարություն կամ առողջ արտարադատական համակարգ։ Երբ որ երկրի վարչապետը իր ելույթով, թեկուզ սա Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ժամանակահատվածում, երբ որ Facebook-ում ու ազգային ժողովի ամբիոնից սկսեցին ամբողջ հայտարարություններ անել, թե նրան դուրս ենք շպրտելու քաղաքական, եթե չեմ սխալվում, եւ սովորական կյանքից, ու դա խոսում է երկրի վարչապետը, ու դրանից հետո քրեական գործերին հարուցվում ինչ-որ անհասկանալի ձայնագրություններ հայտնում, դա հենց խոսում է քաղբանդակյալներ լինելու մասին։ Ասեմ ավելին, իմ ազնական փորձը, եթե մի բան վերցնենք բոլորին տնենք կողքի, իմ ազնական փորձը, երբ որ տեսա ձայնագրություններով X գործողություն ես անում, իրավապաշտպան գործողություն ես անում, դու մեկ ամսից ավելի ժամանակահատվածում գտնում ես քրեակադրողական հիմնարկում, դա խոսում է հենց քաղբանդակյալ լինելու մասին։ Դա խոսում է իրենց վախի մասին, որ օրինակ Ռուբեն Մխիթարյանը կարող է եւ իրենց միանշանակ ընդդիմախոս է, Ռուբեն Մխիթարյանը հայրենասեր է, դրա համար նրանք փորձեցին լրացնել ինձ, բայց եթե իրենք հաշվարկ են անում, որ Ռուբեն Մխիթարյանը պետք է վախենար ինչ-որ բաներից հետ կանգնել, նրանք չարաճար սխալվում են։ Ու բոլորին այսպես ձերբակալելով կամ կալանավորելով ու ամենակարևոր հարցն ինչ է կեղծ գործերով, ես չեմ հավատում մեր հայրենիքում շատ մարդ լինեն, ըստ այն չափից ավել քիչ են, որ ինչ-որ բանից հետ կանգնեն ու հայրենիքը ավելի, այսպես ասած, քիչ կերադասեն, նրանց մոտ հակառակ էֆեկտ է։ Մեր Նարեկ Կարապետյանը շատ լավ միտք ասաց մի անգամ, թե հիմա ամոթ է, եթե իրենցից ինչ-որ մեկին չեն կալանավորել կամ իրենց մասով քրեական գործ չկա։ Քաղբանդակյալ հենց այդպես է լինում, ինչպես ինքն էր ասում, կոռուպցիան օպոզով փոչով չի կամ քաղբանդակյալությունը օպոզով փոչով չի։ Կամ նույնպես, չգիտեմ, իմենինի տեղեկի մասին, սրբազանները լավ վերջի ամեն ինչ տնեն կողքի սրբազանները։ Դուք տեսեք ինչ աստիճանի կարմիրից չկա այդ մարդու համար սրբություն որևէ չկա, որ կեղծ եւ շինծու գործերով նույն արշակ սրբազանի գործ, երբ որ տեսաձայնագրություն են դուրս գալիս անհասկանալի պայմաններով, որից մեկին չհետաքրքրեց, թե լավ վերջի ով էր դրել ձայնագրող սարքը այդ տարածքում, ինչ ինքնով այդ տեսաձայնագրությունը գավ ինտերնետ, բայց այդ ամենի հետ մեկտեղ պարզվեց, որ տեսաձայնագրությունը փորձաքննությունը անճաշ չէ, ու իրականում մենք չգիտենք լավ արշակ սրբազանն է, թե չէ, ու քանի որ մենք ունենք օրենք սահմանություն, քանի դեռ ապացուցված չէ մարդու մեղքը, արշակ սրբազանին ինչ-որ որևէ բանում մեղադրելը, դա առնվազն անբարոյականություն է։ Կամ նույնը Վարդան Ղուկասյանի դեպքում նշում են, որ արկա է ձայնագրություն, բայց հարց, առաջի հարցս, ինչի Վարդան Ղուկասյանի մասին հիշեցին այն ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ամբողջ հայտարարություններ էր անում, եւ երկրորդ, արդյոք այդ ձայնագրությունը իրական է թե ոչ։ Որովհետև այս մեր տարում, այդ ինչքան մենք փորձենք խուսափել այդ ամեն ինչից, մեր տարում նմանատիպ բաները կեղծելը երևի թե շատ սմադի այսպես գործողության արդյունք կարող է լինել։ Մենք պետք է նաև ունենանք փորձաքննություններ, հասկանանք վերջի այդ մարդն է խոսում, դա առաջի հարցը ինքն է, թե ինքը չի։ Երկրորդ հարցը միգուցե կոնտեքստը փոխած է տարբեր ձայնագրություններ են կրծրել։
Այստեղ ստացվում է ընդամենը ով իրենց թերի տալով չի անցել, որովհետև չեն միջև այսօր արդեն եթե չեմ սխալվում մոտ վաղտես տարին կլրանա որ Գյումրու իշխանությունը այսպես ասած իրաց ձեռքում չի ու ինքը դա ամեն ինչը չի մարսել իրանք փորձում են ամեն բան անել նույնիսկ եղավ նաև քաղաքի տոնի հետ կապված իրենք ելնում ամբողջ հայտարարություններ են անում ինչի են ուրիշ մարդ անում է գումար փոխանցեք համայնքային բյուջեին գումար տվեք իրենք իրենցով անեին ոչ թե Աներ Սամվել Կարապետյան իր նախաձեռնությամբ կամ Ամանորյա Զարդերը Երևանի տոնին միլիոնավոր դոլարներ են ծախսում Գյումրու զարդարանքի համար փոխանցում են հատկացում է 24 միլիոն դրամ 24 միլիոն դրամով ձեր Երևանը իսկ կոպիտ բանում ասում էլի անեիք ու ձեզանից կողմ լինեիք հետո ասեք տեսեք Երևանն ինչ լավ է Գյումրին էլ մոտ $500,000 փոխանցեք վստահ եմ ոչ պակաս լավ առանց կոռուպցիայի առանց փողեր ուտելու մենք էլ այստեղ հնարավոր է շատ ավելի լավ բան կստանայինք դրա համար Ես մի քանի անգամ շեշտել եմ, հիմա էլ եմ շեշտում, Հայաստանի Հանրապետությունում, դա պաշտոնապես ասում եմ, երբևէ չի եղել նման քանակի քաղբանտարկյալներ, ինչպես որ հիմա է։ Այո, ինչպես ասում են, փաստերը խիստ ծակող են, այնքան ակնհայտ են, իդեպ հավելեմ նաև եւ ազգային բարերար հայտնի գործարար Սամվել Կարապետյանի վրա ստեղծված այդ այդ շինծու գործը սարքված մեր ձևով անելու գործ, այսինքն եկեղեցի թիկունքին կանգնելու համար նման հայտարարությունը բավարար եղավ, որ 7 ամիս շարունակ պահեն կալանքի տակ, հիմա էլ տնային կալանք է, այդ ընդ որում է տնային կալանքն էլ, ինչպես փաստաբաններն են ասում, բավական խիստ տարբերակով է նույնը նաև Բաքրատ Սրբազանի հետ կապված ենք ամեն անգամ մենք նիստերի ժամանակ ամեն անգամ Սրբազանը շեշտում է որտեղ են ձեր ապացույցները ասում է քննչական կոմիտեի նախագահը խոսում էր ահաբեկչության մասին իբր փաստերի ուր են այդ փաստերը ինչու չեք համապատասխան այսպես վերլուծության ենթարկում ապացուցողական աշխատանք ինչու չի արվում եւ ինչպես Սրբազանը երեք հայտարարեց լռում է քննչական կոմիտեի նախագահան լռում են բոլորը որովհետեւ սա կեղծ զրպարտչական գործ է հիմա եթե այդ տրցակը ստեղծվի այդ փաստերի ամբողջ այս թղթածրարը ստեղծվի եւ կարծում եմ ներկայացվի նաեւ եվրոպական համապատասխան կառույցներին գուցե տրամադրություններ փոխվեն իհարկե եթե նորից եմ կրկնում աշխարհակաղակական շահերը մեջտեղ նորից չգան պարոն Մխիթարյան դուք հիշեցրեցիք նաեւ ձեր գործը ձերքերը պարզած բոլորը շատ լավ են հիշում այդ տեսանյութը կարմիր այդ սև բերետավորները ինչպես են ժողովրդին թևերը ոլորելով բոլորին բերման են ենթարկում Վարդան Ղուկասյանի այդ կալանավորման բերման ենթարկման օրն էր եւ դուք էլ քանի որ դուք ինքներդ բարձրահասակ եք շատ լավ նկատվում էր էլի տեսանյութերում այդ կադրը ձեր ձեռքերը վեր պարզած պարզապես օգնում էիք գիտեք ինչ որտեղ նաեւ պետք է շնորհակալ լինեին ոստիկանները բայց որոշեցին ձեզ բերման ենթարկել որտեղ դուք հանդարտեցնում եք չգիտեմ դա էլ հերթական այսպես ինչպես ասում են աբսուրդի ժանրից է ինչ ընթացքում է ձեր գործը ասեք հակիրճ ինչ վիճակ է այս պահին Հա, փորձեմ շատ հակիրճ տեսեք, ուրեմն նույն քննչական կոմիտեի նախագահան ազգային ժողովի ամբիոնից իմ գործի հետ կապված, երբ որ ազգային ժողովի պատգամավորները հարցուփորձի ժամանակ խոսում են, քննչական կոմիտեի նախագահան խնդրում եմ հասկանանք ինչ կարևորագույն մարմնի ղեկավար է։ Ամբիոնից հայտարարում է, որ ինչ գիտեք, մինչև այդ Ռուբեն ինչի արել։ Այդ դաժան մեր ուսում են իր միտքը մեկնաբանման կարիք չունի, այդ անցնենք։ Գործը, տեսեք, ես ունեմ որոշում նախ երկրից բացակայելու մասով արգելք։ Այսինքն ես իմ ազատ տեղաշարժի իրավունքը համանդրական ոտնահարված եմ միանշանակ։ Ես մեկ ամսից ավելի գտնվել եմ քրեակատարական հիմնարկում, ելի են կրկնում, չգիտենք ինչի։ Փառք Աստծո, վերաքննիչ դատարանը գտնվեց իր բարձունքում, խոսքը ոչ թե բարձունքում է, ասում չեմ նկատի չունեմ ինձ տուն թողեցին, չէ, արեց իրավաբանություն, կայացեց աշտարժ եւ իրավարար որոշում, որտեղ հստակ նշել էր, որ որովից է մեղավորության մասով հանցակազմ որպես այդպեսին բացակայում է, արկա չէ։ Այսինքն Ռուբեն Մխիթարյանը ձերբակալված է ոչ իրավաչափորեն, բայց գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց հենց այդ նույն օրը, ըստ որի իրենք բողոքարկելու են։ Ու ես չեմ կասկածում իրանք այդպես էլ անելու են, բողոքարկման որոշումը ստացել ենք, բայց դերևս Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշում կամ վարույթի մասով նորություն չունենք, բոլորիպես սպասում ենք, տեսնենք ինչ որոշում կկայացնի, մենք էլ արդեն երեսին փաստաբանները կներկայացնենք Վճռաբեկ բողոքի պատասխան, ըստ այդմ գործընթաց կդանք։
Շատ լավ, ես կառաջարկեմ նաև մինչև տնտեսական հարցերին անդրադառնալը, պարոն Մխիթարյան, ամփոփենք հա եկեղեցու հետ կապվածը, որովհետև այսօր առավոտյան բոլորս տեղեկացանք, որ միջազգային իրավաբան, իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամի եւ նրա այդ խումբը իրավաբանական ընկերությունը տարածել է մի շատ կարևոր հայտարարություն, շատ կարճ մեջբերում անեմ, Փաշինյանի կառավարության նպատակն է խարխլել հայ առաքելական Սուրբ եկեղեցու ինքնավարությունը, կաթողիկոսի հեղինակությունը տեղի է ունենում ՀՀ սահմանադրության, միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում եւ այդտեղ այդ հայտարարության մեջ նա կետերով նշում է կոնկրետ ինչ խախտումների մասին է խոսքը։ Դուք ինչ եք կարծում, մենք ինչպես կարող ենք իշահ մեր եկեղեցու օգտագործել այս հեղինակավոր եւ փաստաբանի եւ նրա ընկերության տարածած հայտարարությունը, ինչ կարող ենք մենք ներսում անել պաշտպանելու մեր եկեղեցին, խնդրեմ։ Տեսեք, պարոն Ամստերդամը իրականում այն պայից սկսած ինչ նաև ստանձնել է, հա, պարոն Կարապետյանի պաշտպանություն եւ իրավաբանական գործունեությունը չափից ավել մեծ աշխատանք է կատարում դրսում։ Այսինքն այդ նույն տեղեկատվությունը թե ԵԽԽ-ում ինֆորմացիան քիչ է ստանում, պարոն Ամստերդամի ամբողջ կապերով փորձում է նաև եվրոպական համապատասխան մարմիններին հասցնել տեղեկատվություն, որովհետև ինչպես գիտենք, նա ամբողջ աշխարհում հայտնի փաստաբան է, ունի բազմաթիվ հաղթած գործեր ու շատ կարևոր գործեր, որոնք նաև ունեցել են ենթադրյալ քաղաքական կոնտեքստ ու այն ինչ որ հիմա անում է պարոն Ամստերդամը միանշանակ գովեստի է արժանի, որովհետև ինքը շատ ավելի շատ բան է անում, քան մեր տեղում լոկալ գտնվող իրավապաշտպանները կամ հասարակական կազմակերպությունները, որովհետև տեսեք, այն ինչ որ հիմա Հայաստանի Հանրապետությունում կատարվում է, վստահ եմ երևի աշխարհի չասեմ են ամենահետամնաց կամ վատ պայմաններում, ոչ ժողովրդավար երկրներում տիրող իրավիճակից շատ ավելի վատ է։ Ու մենք նաև այստեղ խնդիր ունենք տեղում մեր հարցեր ուզելով, որովհետև մարդիկ չես հասկանում, թե ինչի ու ինչ հանգամանքներում մի տեսակ շատ հասարակական կազմակերպությունները քնած են, բառի բուն իմաստով։ Այսինքն ինչ է դա նշանակում, երբ որ ախր մենք պետք է մի բան հասկանանք, երբ որ մենք ունեցել ենք սահմանադրություն, ցավոք սրտի ասում եմ ունեցել ենք։ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ աշխարհիկ եկեղեցական կյանքը իրարից առանձնացված է։ Պետությունը որևիցե կերպ իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին։ Հիմա մենք հերիք չէ վարչապետի մագարտակով մտել ենք այդ դաշտ ու անդադար փորձում ենք խառնել, այսինքն շարունակվում է ժողովրդի պառակտումը։ Ու Նիկոլ Փաշինյանը ինչ է հիմա հակված անպայման եկեղեցին ծնկի բերելու, շագիրտավոր ասած, իր հաշվարկով ինքը արդեն ընտանիքի բարոյականության բոլոր գծերը անցել է, այսինքն այդ մասը խախտվել է։ Ինքը մեր մարտունակ բանակի, այսպես ասած, համբավը վերացել է ու իր հաշվարկով, չեմ խոսում սիմվոլների մասին, հա, արանլերը, չգիտեմ, օրհներքը եւ այլն եւ այլն։ Ու հիմա ինքը իր հաշվարկով իր համար մնացել է վերջին, այսպես ասած, միսիան, հա, ամբողջովին երկիրը պետությունը քանդելու, մնացել է միակ սյունը, որ ջոջվում է, բայց երևս կանգուն է ու վստահ եմ կանգուն է մնալու է, փառք բոլոր հոգևորականներին, ովքեր մնացել են հավատարիմ եկեղեցուն եւ վեհապարին, ինքը փորձում է այդ վերջությունը քանդել։ Բայց չի ստացվելու, միանշանակ ասում եմ, որովհետեւ շատ կարճ ժամանակում մենք ունենալու ենք իրական հայրենասեր ու ուժեղ առաջնորդ, որը արդեն գործելու է միայն օրենքին համապատասխան։ Այսինքն հիմա այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, սահմանադրություն, օրենքներ, իրավունք, պարտականություն, դա բոլոր տեսակի գծերից դուրս է։ Ինքը մի ժամանակ ասում էր, մենք բոլորս վարչապետ ենք, 3 միլիոն վարչապետ, բայց ոնց որ ինքն է վարչապետ, տակից մի քանի հոգի ու ժողովուրդը տենց կզում ու տենց վերջնական ինքը փորձում է բոլորիս կերնին հավասարեցնել, բայց ելի եմ կրկնում, բոլորի համբերությամբ բաժակը լցվել է։ Մենք նաև դրա պատասխանով արդյունք կտեսնենք ընտրություններին ու ես վստահ եմ, որ իրենց մոտ հետ հաշվարկը գնում է ու այլևս անհնար է այս կարևոր այս գործողությունը կանգնեցնել ու մենք միանշանակ իրենց այսպես ասած չարի վերջը տեսնելու ենք։
Այսպես կասի ժողովուրդը տա Աստված, որովհետև մեր երկիրը եւ մեր պետականությունը լրջորեն վտանգված է եւ ես ուզում եմ հիմա անդրադառնանք պարոն Մխիթարյան նաեւ հեծի շուրջ տեղի ունեցող գործընթացների, որտեղ սա եւս Հայաստանի դեմ իրականացվող հերթական քայլ է։ Հեծը սովորական կազմակերպություն կամ կառույց չէ, հեծը ռազմավարական, անվտանգային, կարևորագույն այո օբյեկտ է եւ մենք ինչ ենք տեսնում, հա ես ընդհանրապես երեք Փաշինյանը հերթական անգամ լրագրողների հետ իր կարճ ճեպազրույցում խոսեց հեծի մասին եւ ասաց հետեւյալը, թե մեր միջազգային գործընկերներին իրազեկել ենք իրավիճակի մասին, հատկապես էներգետիկ ոլորտում թոփ ընկերություններին փորձում ենք իրազեկել, բայց այս պահին տեղի է ունենում հեծի շուկայական արժեքի գնահատում, եթե հեծի շուկայական արժեքը կլինի հասանելի պետական բյուջեի հա առումով, ապա մենք հեծը կազգայնացնենք, կհանձնենք այսպես պետական կառավարման, կամ իսկ եթե ոչ, ապա միջազգային պրոֆեսիոնալ բարձր այսպես ընկերություններին կամ ընկերությունների խմբին կհանձնենք հեծը։ Ինչ է կատարվում, հա արդեն երկար ժամանակ է կա այն մտավախությունը, պարոն Մխիթարյան, վստահ եմ դուք էլ տեղյակ եք, որ այս իշխանության նպատակը ընդամենը հետևյալն է ազգային բարերարի հայ մարդու ձեռքից խլել այդ ազգային կարևոր անվտանգային ռազմավարական օբյեկտը եւ հանձնել ինչ որ կասկածելի օտար կազմակերպության, գուցե նաեւ սա շահկապենք այն հայտարարության հետ Փաշինյանի վերջերս արած, թե Հայաստանը եւ Ադրբեջանի էներգոհամակարգերը պետք է միավորվեն։ Դուք ինչ եք տեսնում, եթե եկեք ավելի պարզ խոսենք, ավելի բաց փակագծերով, ինչ նպատակ ունեն այս մարդիկ, խնդրեմ։ Տեսեք, նախ սկսենք նրանից, իրենք որ իր սովորության համաձայն ասել շարունակությունով խոսում է ազգայնացման մասին, ես ամենայն հավանականությամբ վստահ եմ, որ ազգայնացում հասկացում չի լինելու։ Ինքը իր բուհագի այս 8 տարիների, որ անդադար ասում է ժողովրդին ենք վերադարձրել Range Rover մեքենան, 1 միլիոն դրամ եւ այլն, իրենք դա հավաքում են իրենց պարգևավճարների մասին։ Երբ որ եկեք մի բան հասկանանք, իրենք այնքան վատ են կառավարում երկիրը, որ այդ գաղտնի փաստաթուղթը, նույնիսկ մեկ էջանոց փաստաթուղթը իրենք չեն կարողացել լավ պահել, որ դնում էր լրագրողների համոտ ու տեղեկատվություն դուրս է գալիս, որ շուրջ 3 միլիարդ դրամի պարգևավճար են արել։ Ինչ ուժեղ երկիր ղեկավարման կամ երկրի ղեկավարման մասին ընդհանրապես խոսքը։ Դա իր հերթական սդերի մասին։ Իմ ունեցած տեղեկություններով խոսակցությունների բոլոր հեծերը իրանք տեղամասերը փորձում են, այսպես ասած, իրենց համար շտաբեր սարքել։ Այսինքն իրենք հենց այդ տարածքներով փորձում են մարդկանց ներգրավել, փորձում են ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ գրանցվին որպես աշխատող, այսպես ասած օրինական ենթադրյալ կաշառքներ, բայց այս տեղեկատվությունս իհարկե հաստատ չէ, բայց ունենք նման մտավախություններ, որ դրանք այն ամենը անում են դրա համար։ Կառավարման մասին վերջի ամիսների փորձը ցույց տվեց, որ վերջի վերջո այդ էներգո համակարգը այդպես ինչ որ կապ չունեցող մարդկանց ղեկավար մարմիններում տնելով այդ հարցը չի լուծվելու։ Մենք ունեցանք չէ դեպք, օրինակ Երևանի թաղամասում, եթե չեմ սխալվում, շուրջ 3 օր ծմրան ամիսներին այդ սառը վիճակում մարդիկ էլեկտրաէներգիա չեն ունեցել, բայց ես ամեն անգամ չեմ հիշում վերջին ժամանակները, երբ որ հեծը եղել է պարոն Կարապետյանի, հա, այսպես ասած ենթակայության տակ նմանատիպ խնդիրներ եղած լինեն։ Ու ես իմ ունեցած տեղեկություններով նաև նրանք ինչ սարքավորումների կարիք ունեցել է մեր թիմը մեծ հոժարական մեծ սիրով տրամադրել է, որպեսզի մարդկանց լույսը կարողանան ապահովել։ Դա նաև խոսում է հենց հայրենասիրության մասին։ Սամվել Կարապետյանին այդ մասով իրենք շատ էին ֆեյսբուքյան ստատուսներ գրում այդ հատվածը, որ ձերբակալման որ ասում է թկած ունեմ հեծի վրա։ Իրենք փորձում են թերացնել Սամվել Կարապետյանի միտքը, որովհետև Սամվել Կարապետյանը նկատում էր ոչ թե իրեն ինչ որ իրենք են մեկնաբանում, այլ իր խոսքը նրա մասն է, որ իմ հայրենիքը, իմ ճիշտը, իմ եկեղեցին շատ ավելի կարևոր է, քան ցանկացած ունեցված։ Այսինքն, եթե մարդկանց թվում է, որ Սամվել Կարապետյանին կարելի է վախեցնել նմանատիպ այդ բանով, նրանք չարաչար սխալվում են։ Ինչ վերաբերում է հեծի հենց արդեն այդ ենթադրյալ այլ երկրների հետ համագործակցությունը, ճիշտ ասած, իմ մոդել է արկա նմանատիպ մտավախություն, առայն որ նրանք նահանում են իրենց, այսպես ասած, եղբայրական
պետությունների երկրների ղեկավարների ասածով, բայց այստեղ ոչ թե եղբայրական մի քիչ էս ամբակորկոր բան ասեցի իր համար, որովհետև փոցը ցույց է տալիս, թե Թուրքիայի նախագահան եւ թե Ադրբեջանի նախագահի մոտ Նիկոլ Փաշինյանը ընդամենը, այսպես ասենք, դրածո է, դա անում է այն, ինչ որ իրենք են փոխանցում։ Եվ էներգո համակարգի միացումը, ես ել եմ կրկնում, ես ընդհանրապես որովից է հասցում իմ անձնական կարծիքով, ցանկացած տեսակի առևտրին կամ համագործակցության կամ փակ սահմանները իմ անձնական կարծիքն է, որ ես դեմ եմ այդ ամենին, բայց այդ ամենը դու պիտի անես, երբ որ հավասար պայմաններում ես։ Այո, եթե պետք է համագործակցել հարևան երկրների հետ, պետք է համագործակցես, պետք է առևտուրից, բայց ոչ թե խոշորները կան կամ արտերկրի ներդրողները կան, կլանեն քեզ, ուստեղ ամենակարևոր հարցն ինչն է։ Ինքը խոսում է, մենք խոսում ենք խաղաղությունից, դրանից 15 րոպե հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է Ադրբեջանի մասին ու մեր տարածքների մասին։ Այսինքն, այդտեղ ոչ թե ընկերական կամ ինչ եղել է անցնենք առաջ, փորձենք արդեն տարածաշրջանում խաղաղություն բերել եւ այլն, այդ համագործակցության մասին չի, ընդամենը Հայաստանի Հանրապետությունը կուլ տալու մասին է խոսքը։ Ու ելի եմ կրկնում, այստեղ միակ քրդությունը դա լինելու է Նիկոլ Փաշինյանից ազատվելը, ունենալ ուժեղ ղեկավար, ով ճիշտ բանակցություններ կվարի, ճիշտ ձևով կներկայացնի ու առաջ կտանի Հայաստանի Հանրապետության շահերը։ Եվ վերջի կդորը պատկերացրեք միջազգային հաշտակում ունենք ներդրողներ։ Օրինակ ստացվում է, որ ազգային բարերարք Սամվել Կարապետյանը, եթե մի պահ պատկերացնենք, որ նա հայրենասեր մարդ չէ, ընդամենը եկել է ներդրումներ արել է։ Հիմա այսինքն ստացվում մի գիշեր քնեն արթնանա, Նիկոլ Փաշինյանը Facebook-ում դա ստատուս գրի, ու այդ ներդրողին ձերբակալեն ոչնչի համար, չգիտեմ, բույկը խլեն։ Ես որ լինեմ օրինակ բարերար կամ գործարար, իմաստը գալու Հայաստանում ներդրումներ անելու, այսինքն քանի կոպեկի արժեք ունի։ Այստեղ մյուս խնդիրն է, ցեպոչկավ, այսպես ասած, գալիս են այն որ դատարաններ չունենք մենք որպես այդպեսին, կամ ունենք շատ քիչերն են մնացել։ Ցանկացած ներդրող բարձր վախենալու է կա ներդրում տնի, որովհետև եթե ստացվում Նիկոլ Փաշինյանի թրով չես անցնում, ուրեմն դու վարն ես։ Եթե անցնում ես, լավն ես։ Չգիտեմ, բայց վստահ եմ իրենց շատ ժամանակ է մնացել։ Լավ, ամեն դեպքում որքան մենք վերլուծում ենք տարբեր հարցազրույցներով, տարբեր մասնագետներ, փորձագետներ, ոլորտ առ ոլորտ երբ վերլուծում ենք, պարոն Մխիթարյան, հերթական անգամ համոզվում ենք, որ այս մարդիկ իրենց իշխանության ողջ ընթացքում չկա մի ոլորտ, որ կարգին վիճակում լինի։ Մի տեղում, այսպես բոլոր տեղերում իհարկե հայտարարում են, ասենք, բարենորոգում, բարենորոգման անվան տակ իրականում տեղի ունենում քանդում, թե իրավական ոլորտն է այդ վիճակում, թե կրթական, թե առողջապահական, սկսած արտաքին գործերից, արտաքին հարաբերություններից, մինչև բանակ անվտանգություն, մինչև տնտեսություն, հիմա այս իրավիճակում մենք գնում ենք ընտրությունների եւ այս իրավիճակում բնականաբար բոլորս ենք հասկանում, որ ազգային ուժերը եթե չհաղթեն այս ընտրություններում, ինչը կարծում եմ սովորական ընտրություններ չեն, սա ես վաղուց եմ այդ միտքը ասում, սա ավելի շատ ազգային ազատագրական պայքար է, կամ մենք մնում ենք հայ, մեր ինքնությունը պահպանում ենք, կամ դառնում ենք այն, ինչի նպատակն ունի Փաշինյանը ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ միասին, երբ վերանում է հայոց պետականությունը եւ դառնում է թուրքական ինչ-որ այսպես տարածք մեր ինքնության վերացմամբ։ Եվ դրա փաստերը հատ-հատ կարելի է բերել, հա, նայեք, դուք ձեր մտքում էլ Արարատ լեռան օրինակը բերեցիք։ Միայն այդ օրինակը պարզ է թե ինչ է կատարվում։ Հիմա այս ֆոնին գալիս է մի ուժ, մեր ձևով ժողովրդական շարժումը, որը հայտարարում է, որ մենք կարող ենք ունենալ, կարող ենք ստեղծել ուժեղ Հայաստան։ Դուք բերում եք կոնկրետ կետեր, հստակ 5 կետեր են դրանք, որոնք վերջերս ներկայացվեցին, բայց այնուհանդերձ դրանով հանդերձ մարդկանց մոտ հարց է առաջանում, իդեպ երեք Նարեկ Կարապետյանը մի տեսանյութ էր տարածել, կանգնած էր արտադրամասերից մեկի ավերված, հա, այսպես պատկերի վրա, իմ մոտ պատմական մի այսպես հիշողություն առաջացավ, հազարամյակներ առաջ, հա, Արտավազդ թագավորը ինչպես էր ասում, այս ավերակների վրա ինչպես պիտի կառավարենք։ Իսկապես բավական լուրջ խնդիր է, եթե մի իշխանություն
մեզ ժառանգություն է թողնում ավերակը, խնդիր է դառնում ոնց է լինելու այդ կառավարումը, ինչպես է ստեղծելու այդ ուժեղ Հայաստանը, մարդկանց մոտ այդ հարցը կա, ինչպես, ինչ քայլերով, բավարար են այդ 5 քայլերը, թեկուզ բացում եք, մանրակրկիտ ներկայացնում եք, բայց արդյոք բավարար կլինի այդ աշխատանքը, որ չգիտեմ, ինչքան ժամանակ եք գուցե նաև դրել, մի խոսքով, ինչ քայլերով եք գնում դեպի ուժեղ Հայաստան եւ այդ խոստումը ինչ քայլերի հիման վրա եք հնչեցնում, խնդրեմ։ Տեսեք, օրինակը շատ ճիշտ բերեցիք, բայց այդ բանաձևը իրականում շատ պրիմիտիվ է։ Հայաստանը բավականին մեծ ներուժ ունեցող երկիր է։ Մենք ընդամենը թույլ ենք հիմա ժամանակը, քանի որ ունենք թույլ ղեկավար։ Չեմ էլ իս ճյուղավորման մասին չեմ էլ ցանկանում ճիշտ ասած խոսել։ Սամվել Կարապետը մենք ամենաառաջինը մենք այդտեղ ունեցանք ցանկություն, միանշանակ կարողանալու ենք։ Ինչպես պարոն Կարապետյանը, Սամվել Կարապետյանի մասին է, իր ուղերձներից մեկում նշել էր տային պատվի հարցները, մենք հենց այդ նույն մեխանիզմով աշխատել ենք արդեն ու աշխատելու ենք մոտակա նաև տարիներին։ 5 կետերի մասին կցանկանամ շատ հակիրճ ասեմ, 300,000 նոր աշխատատեղերը, փոքր բիզնեսի հարգերից ազատումը, գյուղական մթերքների վերամշակումը, մշակումը եւ մթերում կոչվածը, բնակարանները 20,000 մատչելի բնակարաններ ու արդեն տեղերի արժեքների նվազեցված գնով ձեռքբերման հնարավորությունը, սա միանշանակ չի լինելու, այսպես ասած, 5 կետով մենք չենք սահմանափակվելու, բայց սա առաջնային գլխավոր ընկերներն են, որոնց իրագործման պարագայում այդ փրկողակը մեր ամբողջական է լինում։ Այսինքն, երբ որ տեսեք այսպես, երբ որ մենք ունենք արտակարգ եւ աղքատություն, երբ որ դու այստեղ գործարանը կառուցում, ըստ այդմ վստահ եմ Հայաստանի Հանրության արտակնապես գնացող մարդկանց գերակշիռ մասը հետ է գալու։ Այսինքն մենք ստեղ երկու խնդիր ենք լուծում։ Առաջին արտակարգը կանգնում է, երկրորդ մարդիկ գործել ունենում եւ ինտենսիվական արդեն բոլորը հետ են գալիս Հայաստան, որովհետեւ գիտեն, որ աշխատանք ունեն, գործարան կա։ Նույնը նաեւ գյուղացիներին է վերաբերում։ Գյուղացու հիմա ամենակարևոր, այսպես ասեմ, բառով ասեմ, դարձը այն չի, որ ասֆալտած փողոցով ինչ-որ գնահատական կամպանիա, շատ լավ, օքեյ, հրաշալի է, բայց գյուղացու խնդիրը այդ ամիսների չարչարանքը ամենամեծ խնդիրն է, որ ինքը իմանա, որ վստահ լինի, որ մթերում լինելու է։ Իսկ Սամվել Կարապետյանի բերանից դուրս եկած ցանկացած միտք վստահեցնում եմ իրագործելի է, որովհետև մենք ունենք ընդամենը ոչ թե Սամվել Կարապետյանի հիմա բարձրացնենք, մենք ունենք նախկին 30 տարվա փորձ, երբ որ ինքը չլինելով, չունենալով որևէ շահ, ցանկացած տեսակի, թե ենթադրյալ, թե իրական, այդ մարդը իրոք արել է, ու այդ ամեն ինչ արել է իր գրվանից։ Եթե մեզ թվում է, որ ինքը իրան պետք է լսի իշխանությունը, վստահեցնում նման բան չկա։ Իրան ընդամենը պետք է Հայաստանի Հանրապետությունը փրկելը։ Այս լավ մարդկանց ձեռքից, լավ այսպես ասենք։ Նույնը տեղին, թոշակառուների տեղերը մարդիկ ստանում են 40 վայրի վարշապետը հելում ազգային ժողովի ամբիոնից ասում է բան, թոշակառուն չգիտի ոնց օգտագործել 5000 դրամը։ Ասենք մի քիչ նորմալ չի։ Իրենք գիտեն ինչպես օգտագործեն 10 միլիոն դրամ պարգևավճարը, թոշակառումը որ ստանում է 40,000 դրամ տեղի փող չունի աղքատության մեջ, չգիտի ծմրան ամիսներին կոմունալ վճարի, չգիտի տեղի փող հասցնի, չգիտի որտեղ փող մուրա, ինքը իրանք չգիտեն, բայց բան մեր պատգամավորները, նախարարները շատ լավ գիտեն, թե ինչպես այդ միլիոնները օգտագործեն։ Երկրի նախագահան շատ լավ միտք ասաց, երկրում փող կա։ Այդ իրենց խոսքը։ Այո, միանշանակ երկրում փող կա։ Բայց այդ փողը պետք է դետալային, թիրախային շատ ճիշտ օգտագործել։ Այսինքն փող ունենք մենք 10 միլիոն, տասնյակ միլիոնների պրեմիաներ տա, բայց ամենայն անգործությամբ պատկերացրեք երկրի աշխարհում մի երկիր, որտեղ անձը ստանալով ենթադրյալ չլինենք չկան իրենց վարձավճարները աշխատավարձը չեն ուզում մտնել այդտեղ, ենթադրենք 1 միլիոն դրամը իրենք ստանում են անգամ 8 պարգևավճար։ Դա չլսված բան է։ Ամբողջ աշխարհում նետված պրակտիկան աշխատավարձի չենք խոսում ինչի համար են ստանում, էլի ստանում են լավ են անում, հասկանում ենք ինչ են ստանում, բայց աշխատավարձի կամ 100-ապատիկ կամ լավ կրկնակին 8 կամ 10 անգամով պարգևավճարներ ստանալը աբսուրդ է։ Մյուսը փոքր բիզնեսը, սկսնակ բիզնեսների մասին։ Մարդիկ ինչի հիմա չեն մտնում, չեն ցանկանում սկսել նոր բիզնես։ Ռիսկեր կան, որ հարկայինը չէ, անբացատրելի, մեր մոտ է հարկերը չափից ավելի բարձր են, ամբողջ աշխարհի մասշտաբով են նույնիսկ բարձր։ Ռիսկեր կան, որ մարդը իրեն կամ փուլ են տալու կամ ինքը չի հաջողելու,
Բայց երբ որ մարդ իմանա, որ հարկ չունի, այսպես ասած, իր ճանապարհը բաց է, ազատ է, թեթևացված է ու կարող է ինքը գործողություններ անել, ներդրում անել ու բիզնես սկսել, դա միանշանակ աշխատող մեխանիզմ է։ Ասեմ ավելին, երբ որ մարդուն ասում ես դու հարգից ազատված ես, երբ որ դու փոքր բիզնես ես համար հանգիստ աշխատի, ինքը ամեն ինչ անելու է, անդադար ներդրումներ անելու է ու փող դուրս չի տալու, այսինքն լավ պայմաններ, չգիտեմ, լավ մասնագետներ, սեմինարներ եւ այլն, այսինքն կյանքի որակը նաեւ այդ մասով ավելանալու է, բարձրանալու է։ Ինքը ամեն ինչ անելով գնա միջին բիզնես հասցի, որովհետև այսինքն ճանապարհը բաց է, խանգարող որևիցե բան չկա, ինքը ուզենալու է մեծանալ։ Ինքն է որ մեծանում, այսինքն դառնում է միջին բիզնես, ներքևից փոքր նոր բիզնես է ստեղծում, որը ենթադրում է հավելյալ աշխատատեղեր, հավելյալ գումար եւ տնտեսությունը սկսում է զարգանալ։ Կամ բնակարանները, բնակարանի գները Հայաստանի Հանրապետությունում ցավոքսերի շատ ավելին են, քան օրինակ Դուբայում կամ եվրոպական մի շարք երկրներում։ Երբ որ ու մարդիկ ինչի չեն հիմա ամուսնանում, գալիս է նույն օղակով գալիս է աղքատություն, մարդիկ հիմա չեն ամուսնանում, որովհետև բնակարանի խնդիր ունեն։ Բայց երբ որ այդ հարցը լուծում ես, նաև դրա հետ մեկտեղ լուծում է դեմոգրաֆիկ խնդիր, այսինքն բնակչությունը պակասելու նվազելու փոխարեն բարձր նաև արտակարգ։ Մարդը արդեն հանգիստ գիտի, որ եթե ամուսնանում է, երեխա ունենում, բնակարանի հարցը շատ հանգիստ լուծվում է։ Այսինքն այս ամենը ընդամենը 5 մեր թիրախային 5 հենասյուներն են, որոնք իհարկե դա մեր աշխատանքի մեր գործունեության լինելու է շատ քիչ տոկոսը։ Սրա մեկը նաև ունենալու ենք ծրագիրներ կներկայացնենք մոտ ապագայում արդեն կուսակցության մասշտաբով, արդեն մարդիկ կտեսնեն։ Միակ իմ խնդրանքը մարդկանց միանշանակ դա է, որ այս դեպքը այն դեպքը չի, որ ասենք թե բոլորն է խոսք են տվել։ Այս մարդը իր ընտանիքը Տաշից բարեգործական հիմնադրամը 30 տարի ապացուցել է, որ հայրենիքի կողքին է կանգնած, լինելով նաև շատ ժամանակ բնակվող ոչ Հայաստանի Հանրապետությունում։ Ուսանողների վարձավեճանների մասին չեն խոսում, սոտկի տների մասին չեն խոսում, համալսարանների այդ վարձավեճանների մասին չեն խոսում, հիվանդանոցներ կառուցված, Արցախին ուղարկված գումարները, օգնությունները, այս ցանկ իրականում չափից ավելի շատ է։ Եթե այս չեմ չափազանցնում, եթե գիրք լիներ, այդ մի գիրքով շատ հնարավոր չսահմանափակվենք, թե ինչեր են արել ու անշահ խնդիր։ Այսինքն մեզ պետք է վստահել այս ուժին, Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ու վստահ լինել առանց որևէ կասկածի, որ միանշանակ մենք բոլորս հաջողելու ենք։ Եվ կարծում եմ արված աշխատանքի շատ լինելն է, պարոն Մխիթարյան, պատճառը, որ ձեր բոլոր հայտարարությունները, ձեր այցերը մարզեր, Նարեկ Կարապետյանի ցանկացած հնչեցրած խոսք կամ անդամներից յուրաքանչյուրի ասելիքը կամ ասված խոսքը միանգամից թիրախավորվում է ՔՊ-ական կառավարության անդամների, տարբեր պատգամավորների կողմից, այսպես կարծես շունչները պահած սպասում են, թե մեր ձևովի անդամների ինչ հերթական մի հայտարարություն է անելու, որպեսզի սկսեն թիրախավորել, վարկաբեկել։ Դա չի խանգարում ձեր աշխատանքին, մեկ, չեք կարծում, որ ի վերջո սա ընտրական նաև պայքար է, որը սկսված է, եւ մենք իհարկե փետրվարի 12-ին կլսենք, թե վարչապետի թեկնածուն ով է լինելու եւ որպես քաղաքական ուժ ինչպես է ներկայանում մեր ձևովը, բայց չեք կարծում, որ իսկապես կատաղի պայքար է գնալու, որովհետեւ Փաշինյանի թիմը ամեն կերպ, ամեն ինչ անելու է վերընտրության համար, իր համար սա երևի կյանքի մահու խնդիր է, հա, ծրագրեր ունեն արտաքին աշխարհին տված եւ թշնամական պետություններին պետք է իրականացնեն, եթե հեռանում են, բնականաբար նաև իրենց անվտանգության գուցե խնդիր են տեսնում եւս, հա, եւ հիմա այս պայքարում դուք պատրաստ եք հաղթանակած դուրս գալ, այսպես ասեմ, հա, պատրաստ եք իսկապես դիմակայել իրենց քարոզչական ահռելի այս աշխատանքին, որը անում են հանրային հեռուստատեսությունը, կարելի ասել ամբողջությամբ այսօր ծառայում է ՔՊ-ական իշխանությանը, թեպետ մեր հարկերով սնվող էլի հեռուստատեսությունը։ Դուք պատրաստ եք այդ քարոզչությանը դիմանալ։ Նաև հետեւյալ հավելումն անեմ, առիթ եմ ունեցել մարզերում լինելու որոշ այսպես շրջաններում գյուղացիների հետ զրուցել եմ, պատկերը ինձ համար մտահոգիչ էր այն առումով, որ քանի որ նրանք
միայն հանրային հեռուստատեսությունն են դիտում, միայն այդտեղ ստացած ինֆորմացիան են այսպես անցկացնում իրենց միջով, իրենց թվում է երևի, որ ապրում են, ասենք, Շվեյցարիայում, հա, շատ լավ է ամեն ինչ, անվտանգությունը ապահովել է Նիկոլ Փաշինյանը, խաղաղություն է, տնտեսությունն էլ է սա Թրիփի ճանապարհը կբացվի եւ ամեն ինչ լավ կլինի։ Եվ ուրեմն ոնց դիմակայել այս կեղծիքին։ Մենք Սամվել Կարապետյանը, թե Նարեկ Կարապետյանը նշել են, որ գնալու ենք մինչև վերջ, իսկ այդ մինչև վերջը դա հաղթանակն է, հայ ժողովրդի հաղթանակն է լինելու, որովհետեւ մենք ընդհանրապես անձամբ նաև իմ մաս եք ասում, որ ոչ ներվածություն, իրենց այդ Facebook-յան ստատուսներից, իրենց անդադար վիդեոներից, այդ խոսում է իրենց պարապ լինելու մասին, որ նստած նայում են, թե որ մեկս ինչ տեսավովերս կամ ցայնագրություն են կարել, որ դրա վրա չփորձեն արագ-արագ ֆեյքերի բանակներ, հա, գործի տնելով, փորձեն ինչ-որ հագադարձեն, բայց որովհետեւ խնդիր չկա, իրենք էլ են մեր հայերը, ես չեմ հավատում, որ նրանց արորի մեջ, չեմ ուզում հավատալ, որ նրանց արորի մեջ հայի այլու լինելուց բացի նաև այլ այլում կա, էլի եմ կրկնում, մենք գնալու ենք մինչև վերջ, որովհետեւ մեր պայքարը արտար է, Սամվել Կարապետյանը, իր թիմը, իր ընտանիքը շատ ուժեղ է, որևիցե բանից որևէ կերպ ոչ կոտրվելու ենք, ոչ հետ կանգնենք, որովհետեւ օրինակ ես եթե կոտրվող տեսակ լինեի, հայրենասեր մարդ չլինեի, ես վստահ եմ իմ արդեն շարժումից դուրս է եկել, կողքից որովհետեւ խանգարողները շատ են տարբեր ֆրոնտներով, թեկուզ նաև արկա քրական գործ, նույնիսկ չեմ զարմանա, որ նոր քրական գործեր աջեն այսպես ասած եմ, որ մեր պայքարը արտար է, մենք գնալու ենք մինչև վերջ, ու վստահ եմ այս 8 տարիները հերիք են այն ինչ գինը, որ մենք վճարել ենք թույլ ղեկավարի պատճառով, հիմա գալու է ուժեղ ղեկավարի ու ուժեղ Հայաստանի ժամանակաշրջանը։ Շնորհակալ եմ, պարոն Մխիթարյան, վստահ եմ, որ մենք դարձյալ հնարավորություն կունենանք տեսակապով ձեզ հետ զրուցելու, որտեղ շատ կուզենայի նաև խոսեինք Գյումրիում սպասվող հնարավոր ավելի մանրամասն խոսեինք այն ծրագրերի մասին, որ նախատեսում է Սամվել Կարապետյանը իր տնտեսական ծրագրով իրականացնել Գյումրիում, իսկ Գյումրիում վիճակը շատ ծանր է եւ թե աշխատատեղերի հետ կապված, թե արտագաղթի հետ կապված։ Արտադրության մագարտակը միայն խոսենք։ Այո, սահմանամերձ հատված է մեր Գյումրին, Շիրակի մարզը եւ շատ խնդիրներ կան անվտանգային եւ կարծում եմ, որ մենք առիթ կունենանք անպայման միասին անդրադառնալու ձեր նախատեսող ծրագրերին, իսկ այժմ այսքանով սահմանափակվենք։ Շնորհակալ եմ հետաքրքիր վերլուծության համար եւ ես տեղեկացնեմ իմ հեռուստադիտողներին, որ տեսակապով ես Գյումրիից Երևան, կարելի ասել տեսակապով զրուցում էի մեր ձևով շարժման անդամ իրավաբան Ռուբեն Մխիթարյանի հետ, լավ եղեք, կհանդիպենք։